Այսօր Երևանում տեղի ունեցած երկու երթմնակալության արարողություններից մեր քաղաքացիները տարբեր ակնկալիքներ ունեն։ Նրանց մի մասն իր ապագան կապում է Ազատության հրապարակում երթում տված Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Կան նաև քաղաքացիներ, ովքեր հավատում են, թե փետրվարի 18-ին հաղթել է Սերժ Սարգսյանը։ Քիչ չեն նաև հիասթափվածները եւ որևէ մեկի հետ հույս չկապողները։ Ինչ ակնկալիք կա, ինչ ունենա։ Ինքս այսօր ժողովուրդը երթվա, որ մենք ընտրում ենք Ռաֆի Հովհաննիսյանին, Հեմի թե ինչ կեղնի Սերժ Սարգսյանի ծևի կորոշեն, իրանք ինչ կորոշեն իրար մեջ, էդի արդեն իրանք։ Ռաֆի Հովհաննիսյանի նկատմամբ ես դրական գնահատական կուտամ, որովհետև ինքը ժողովրդի հանդեպ դրական պատասխաններ կուտա, ինքը ճգնաժամից կհանե մեր հայ ժողովրդին։ Իր Սերժ Սարգսյանը ինքը կաշառակերությամբ ինքը նստա որպես հանրապետության նախագահ։ Ես Սերժ Սարգսյանին շատ հավանում եմ։ Իրոք եմ ասում, եթե ինքը ինչ ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո լիներ, երևի մենք շատ արտակարգ վիճակում կլինեինք։ Ես եկել եմ Կապանից, եկել եմ մասնակցելու Ռաֆի Հովհաննիսյանի ինագուրացիային, այդ ողջ process-ը հաճույք բերեց ինձ, ընդհանուր առմամբ, քանզի գիտեի, որ մեր երկրում այդ ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվել է։ Լիլիթ Առաքելյան, Արթուր Ղարհամանյան, ITV։